կխոսեմ ֆրանսերեն։ Նախագահ պարոն Սիմոնյան, փոխնախագահող Լագևինսկի Կրուտո, հարգելի խորհրդարանական գործընկերներ, մեծարգահյուրեր, ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ խոսել ձեզ հետ, հատկապես որ խոսքը գնում է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստի մասին։ Այս պատմական քաղաքում Երևանում ես պատիվ ունեմ խոսել Եվրոպայի խորհրդարանի նախագահ Ռոբերտո Մեցոլայի անունից։ Թույլ տվեք խորը երախտագիտությունս հայտնեմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին ջերմ ընդունելության և հրաշալի կազմակերպման համար այս միջոցառման։ Պարոն նախագահ, ձեր հյուրընկալությունը, ձեր հանձնարարությունը վկայում են այն բանի, որ դուք շատ մեծ կարևորություն եք տալիս եվրոպական երկխոսությանը և համագործակցությանը։ Մենք պետք է հիշենք, որ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովը արդեն իսկ պատիվ ունեցել է հանդիպել Երևանում 10 տարի առաջ 2015 թվականին։ Դա 4-րդ նիստն էր, որը կայացավ այս նույն սենյակում ազգային ժողովի։ Եվրոնեստ, ավելի կոնկրետ, խորհրդարանական վեհաժողովը ավելին է, քան պարզապես երկխոսության հարթակը, այլ վառ օրինակն է մեր հավաքական քաղաքական կամքի։ Սա հնարավորություն և հարթակ է, որտեղ Եվրոպայի միությունը և գործընկերները Արևելյան Եվրոպայում կարող են համատեղ ստեղծել իրենց ընդհանուր ապագան, որը հիմնված կլինի խաղաղության, ժողովրդավարության, բարգավաճման և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա։ Այսօր մենք այստեղ ենք մի այնպիսի պահի, երբ աշխարհը մեր շուրջ մարտահրավերներով է լի, ինչպես երբեք։ Համաշխարհային սպառնալիքներ անվտանգության և ժողովրդավարության։ Դրանք աճում են և մեծացնում են տնտեսական անկայունությունը, անորոշությունը, աշխարհաքաղաքական հակազդեցությունները, կլիմայի հետ կապված խնդիրները, ավտորիտար համակարգի հետ կապված խնդիրները։ Այս ամենը հսկայական ճնշում է նշանակում մեր բոլորի համար, մեր հասարակությունների համար, և հենց այս համատեքստում է, որ մեր գործընկերությունը ոչ միայն շատ ակտուալ է, այլ նաև այնքան կարևոր է, քան երբևիցե։ Եվրոպայի խորհրդարանը իհարկե աջակցում է արևելյան գործընկերներին, աջակցում է նրանց ջանքերին կերտել ավելի ուժեղ հասարակություններ, ժողովրդավարական և ապահով հասարակություններ։ Մենք այս անում ենք ոչ թե որպես դիտորդներ, այլ որպես դաշնակիցներ։ Դաշնակիցներ, ում միավորում են ընդհանուր արժեքները և համատեղ ճակատագիրը։ Ռուսաստանի դաժան ագրեսիան Ուկրաինայի դեմ ի ցույց է դրել մի շարք հիմնարար իրականություններ։ Այն է, որ Եվրոպայի անվտանգությունն է սպառնալիքի ենթարկվում։ Մեզանից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր նրանց վրա, ովքեր հավատում են ազատության և ժողովրդավարության։ Եվ սա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք միասնական գործել։ Մենք պետք է վճռական լինենք ընդդեմ արտաքին սպառնալիքների։ Մենք պետք է շարունակենք արտահայտել մեր աջակցությունը, արտահայտել Ուկրաինայի ժողովրդին, որովհետև նրանք ոչ միայն պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը, այլ նաև պաշտպանում են այն սկզբունքները, որը վերաբերում է ամբողջ Եվրոպային։ Եվրոպայի խորհրդարանը իհարկե աջակցում է նոր բանակցության փուլի բացումը, որպեսզի Ուկրաինայի անդամակցության գործընթացը ավելի արագ ընթանա։ Մենք միևնույն ժամանակ կրկնում ենք, որ մենք հանձն ենք արել և աջակցում ենք, որպեսզի անվտանգային երաշխիքներ ապահովենք Ուկրաինայի համար և աջակցենք նրանց ջանքերին, որպեսզի վերականգնեն կորածը։ Եվրոպայի խորհրդարանը նաև ջերմորեն ողջունում է Մոլդովային, որ գերազանց առաջխաղացում է նկատվել իրենց եվրոպական ուղում։ Վերջին հրեստական
մարմնի ընտրությունների ժամանակ մենք տեսանք Մոլդովայի ժողովրդի հանձնարարությունը առ ժողովրդավարական եւ եվրոպական ապագա։ Մենք ողջունում ենք նաև կառավարության ջանքերը պայքարել կոռուպցիայի դեմ, ամրապնդել արդարադատության համակարգը եւ կերտել դիմակայուն տնտեսություն։ Մոլդովան ցույց է տվել առաջնորդություն եւ խիզախություն իր անդամակցության բանակցություններում։ Եվրոպայի խորհրդարանում մենք աջակցում ենք Մոլդովային, մեր աջակցությունը անկասկած է հատկապես իրենց ջանքերին առ Եվրոպայի միության հետ սերտացում։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի ջանքերը, որպես առաջին քայլեր դեպի խաղաղություն։ Դա շատ կարևոր է։ Եվրոպայի խորհրդարանը հանձնառու է աջակցելու այս շատ նուրբ, այս միևնույն ժամանակ շատ կենսական գործընթացին, որպեսզի կարողանանք ստեղծել պայմաններ արդար, կայուն խաղաղության համար, որը կլինի կայունության աղբյուր եւ բարգավաճման աղբյուր ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի որոշումները վերջին, հատկապես դրանք, որոնք կայացվել են վերջերս, չափազանց կարևոր են։ Ինչպես ասվեց, Հայաստանը պատմական օրենք է ընդունել։ Դրանով Հայաստանի խորհրդարանը մի շատ հստակ եւ հզոր ուղերձ է ուղարկել, որով ասում է, որ Հայաստանը տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, սա ռազմավարական ընտրություն է։ Ռազմավարական ընտրություն միանալ Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվս մեկ անգամ Եվրոպայի խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին։ Իհարկե, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը առ ԵՄ անդամակցություն։ Այս միտումը դեպի Եվրոպա նաև համապատասխանում է այն իրականությանը, որը հիմա զարգանում է Եվրոպայի միության եւ Հայաստանի միջև համագործակցության համատեքստում։ Բացի քաղաքական հայտարարություններից կա նաև գործընկերություն, որը շատ շոշափելի է։ Հատկապես երբ խոսքը գնում է տնտեսության մասին, հատկապես երբ խոսքը գնում է Եվրոմիություն Հայաստան համագործակցության մասին, ինչպես նաև տնտեսական պլանի առումով, արևելյան գործընկերության ներդրումների առումով, մենք մեր ջանքերը մեկ տեղում ենք, որպեսզի աշխատատեղեր ստեղծենք, ժամանակակից ենթակառուցվածքներ եւ նոր հնարավորություններ երիտասարդ հայերի համար։ Միասին մենք ցույց ենք դնում, որ Եվրոպայի միությունը եւ Հայաստանը միասին են առաջ շարժվում, կարող են ավելի բարգավաճ, ավելի արդար ապագա կերտել բոլորի համար։ Մյուս կողմից էլ, հարգելի գործընկերներ, Վրաստանի ճանապարհը մեզ շատ է մտահոգում։ Ժողովրդավարական առումով հետ քայլ, ճնշումներ քաղաքասարակության վրա, փորձեր թույլատրել հիմնարար ազատությունները, այս ամեն ինչը ստվերում է նրանց եվրոպական ուղին։ Եվրոպայի խորհրդարանը հստակորեն դատապարտում է բռնի ճնշումները, կալանքն ու կտանքները ընդդեմ խաղաղ ցուցարարների, քաղաքասարակության ներկայացուցիչների, քաղաքական ընդդիմության եւ անկախ մեդիայի։ Մենք կոչ ենք անում, որպեսզի առանց նախապայմանների անհապաղ ազատ արձակվեն բոլոր քաղաքապանտարկյալները, Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ չեղարկեն բոլոր այն օրենքները, որոնք սահմանափակում են ցույցի եւ մամուլի ազատությունը։ Եվրոպայի խորհրդարանը նաեւ դատապարտում է ցանկացած ճնշումներ այն ոլորտում, որտեղ քաղաքասարակությունն է գործում։ Մենք կոչ ենք անում անհապաղ
ուղղիչ միջոցներ կիրարկվեն եւ իհարկե մենք կարծում ենք, որ դեպի Եվրոպայի միություն ճանապարհը կախված է ժողովրդավարական ստանդարտներից եւ հիմնարար իրավունքների հարգանքից։ Երբ խոսքը գնում է Բելարուսի մասին, Եվրոպայի խորհրդարանը նույնպես վճռական է։ Մենք կրկնում ենք մեր աջակցությունը ժողովրդավարական ուժերին Բելարուսի, մենք շարունակում ենք պահանջել հարգանք մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների եւ անհապաղ ազատում բոլոր քաղաքապետարների։ Բելարուսի իշխանություններին կոչ ենք անում համագործակցել, իրական համագործակցել եւ երկխոսության մեջ մտնել քաղաքասարակության հետ, ինչպես նաեւ ընդդիմության հետ։ Հանձնառնել ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն Բելարուսի ժողովրդի կամքին։ Հարգելի գործընկերներ, մենք նոր գլուխ ենք բացել արևելյան գործընկերության։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի այս ամեն ինչի սրտում, մեր գործողությունների սրտում պահպանվի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայության պաշտպանությունը։ Մի ժամանակ, երբ ապատեգատվությունը եւ հիբրիդ սպառնալիքներ գոյություն ունեն, մի ժամանակ, երբ որ ճշմարտությունը պետք է պայքարի, որպեսզի տեսանելի դառնա, մի ժամանակ, երբ որ ճշմարտությունը դարձել է քաղաքական պայքարների առարկա, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության պաշտպանությունը դարձել են կարևոր։ Ժամանակ, երբ որ հսկայական քանակի հիբրիդ սպառնալիքներ եւ ապատեգատվություն կա, շատ կարևոր է, որպեսզի մենք սերտորեն համագործակցենք եւ խթանենք այն տեղեկատվությունը, որը հուսալի է, որը ճշգրիտ է, շատ կարևոր է, որ մենք աջակցենք անկախ մեդիային, շատ կարևոր է, որ մենք աջակցենք քաղաքասարակությանը եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք հանդիսանում են դիմակայուն ժողովրդավարության հիմնասյուները եւ այս հարթակը կատարյալ վայր է այդպիսի բանավեճի համար։ Այս հարթակը կամուրջ է քաղաքական երկխոսության համար քաղաքացիների ներկայացուցիչների միջև եւ այս հարթակը նաեւ շարժիչ ուժն է տարածաշրջանային ինտեգրացման եւ խաղաղության համար։ Վերջին տարիներին իհարկե այս հարթակը օգնել է կոնսոլիդացնել ժողովրդավարական կառավարումը, ամրապնդել համագործակցությունը անվտանգային, էներգետիկ եւ թվային տիրույթներում։ Սա նաև հնարավորություն է տալիս արևելյան գործընկերների հետ հարցավորված համագործակցել եվրոպական տիրույթում, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, որը հիշեցնեմ ձեզ լի է պատերազմով եւ ժողովրդավարության հետընթացով եւ ավտորիտար համակարգերի գլուխ բարձրացմամբ արևելյան գործընկերությունը պետք է հարմարվի։ Արևելյան գործընկերությունը պետք է հարմարվի, որպեսզի շարունակի մնալ խարիսխ ինստիտուցիոնալ աջակցության եւ օրենքի գերակայության պաշտպանության ավելի լայն եվրոպական համատեքստի տրամաբանության մեջ։ Որպես Եվրոպայի խորհրդարան մենք շարունակում ենք հանձնառնել եւ վճռակալ լինել այս գործընկերության հարցում։ Եվրոնեստը պետք է շարունակի լինել իրական առաջ տանող հարթակը փոխգործակցության, փոխադարձ ընկալման եւ առաջ խաղացման եւ այդ ամենը երկխոսության միջոցով։ Դրանով թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ աջակցել եք արևելյան գործընկերության տեսլականին։ Թույլ տվեք ձեզ լավագույնը մաղթեմ գալիք հանդիպումներին, նիստի շրջանակներում եւ ձեզ մաղթում եմ բեղնավոր քննարկումներ, որոնք տեղի կունենան այսօր, վաղը եւ ապագայում։ Բայց մինչեւ ես կավարտեմ, թույլ տվեք եւս մեկ անգամ արտահայտեմ խորը երախտագիտություն մեր հայ հյուրընկալող կողմին, շնորհակալություն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին, ջերմ հյուրընկալության եւ գերազանց կազմակերպչական աշխատանքի համար եւ ամենակարևորը այս բաց ոգու համար, այս ամեն ինչը, որը հենց այս նիստի ոգին է դառնում։ Շնորհակալություն։
Այս ժողովրդին նույնպես ձեր հյուրընկալության համար, դիմակայունության համար և ձեր վճռականության համար դեպի ժողովրդավարական արժեքներ, դեպի եվրոպական արժեքներ։ Մենք ընդհանրական արժեքներ ունենք, ընդհանրական հանձնարարություն և վճռականություն կերտել խաղաղ, բարգավաճող ապագա, ավելի լայն եվրոպական ընտանիքի շրջանակներում և այս ամեն ինչը կոգեշնչի հարգանքի հնարավորություն կտա բոլորիս, ինչպես նաև Եվրոպական խորհրդում։ Մենք ևս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում և մեր բարեկամությունն ենք հաստատում։ Շնորհակալություն։